Ներեցեք, պատասխանեմ, շնորհակալություն։ Ուրեմն մեկ ընդմիշտ այս հարցը փակելու համար, այս վակխանալիա, այս տերմինոլոգիան էս կեղտոտ, որ օգտագործում է անընդհատ։ Խոսքը ուրեմն Միխայիլ Խադարկովսկու, մեկ էլ արհեստական բանականությամբ ստեղծված կասկածելի ծագման աղբյուրների կայքերի մասին է։ Մեկ, որի համար հələ պատասխան են տալու այս տարածողները, եւ երկրորդը վակխանալիա, իշխանական վակխանալիայի մեջ եղած կուսակցությունը իրավունք չունի մեղադրել մեկի, ով երբեք ընտրական process-ի էլ հիմա այո արդարությունը գալիս է մեր երկրում վերականգնելու ու մյուս անգամ չփորձեք ինձ ասել սուտ ընդհատեք այս մարդուն կանոնները պահեք այլ արտահայտվողներ կան պարոնայք այո եւ որ հացբերողի հետ կապված կեղծ փորձակնություն է արվել եւ դրա հետ կապված քրեական գործ եւ դատավարություն կա եւ նշված անձը այդ ժամանակաշրջանում եղել է արտադատության նախարարի տեղակալ, որը պատասխանատու է այդ թվում փորձակնությունների համար եւ եղել է մարդու իրավունքների պաշտպան եւ հետեւական չի եղել։ Այս նույն մարդը կեղծ տեղեկություն է տարածել, թե Ադրբեջանում ադրբեջանցիների վերադարձի համար ID քարտեր են բաժանում։ Այս նույն մարդն է բաժանել եւ պարզ է, որ քաղաքացիական հասարակության բացահայտումներին, որ ավելի քան տասնյակ թիվը չեմ հիշում գրասենյակներ ըստ էության ստվերային ֆինանսավորման արդյունքում է եւ այսօր էլ բացահայտվել է թե ինչպես են օտար երկրում ասում որ իրեն պահում են որպես երրորդ երկրի երեքամետ տեխնացու այդ ամեն ինչին չի պարզաբանել հասկանալի է արձագանք կեղծիքների տարածման առանցքային աղբյուրը Հայաստանի Հանրապետությունում նախ ես գիտեի որ ակնկալում էի որ այսպես լարված է լինելու ես Վարերյանա եմ հանդստացնող Չեղավ, պարոն Թաթուլյան Մի րոպե, այստեղ մի հատ հարց առաջանում նախ պարոն Փաշինյան ձեռը մյուս անգամ եթե ջուր չունեք կարամ տամ որ վերջացրեք Ձերքը ձերի մյուս անգամ ին վրա այտենց չտնկեք Հիմա դուք մատու վրա Դուք եք ձերքով խոսում Շատ լավ, հիմա ես ներեցեք, հիմա ես թույլ տվեք խնդրում եմ Շատ լավ Վերջ, պարոն Փաշինյան վերջ Տվեք այդ Վալերիական ես Շատ լավ Հիմա թույլ տվեք ես անդրադառնամ Ինձ մոտ ես Թույլ տվեք ես անդրադառնամ մի րոպե Առաջինը այդ կեղծ աղբյուրներից որ տարածվում է ինֆորմացիան ուրեմն հələ տարածողները ենթարկվելու են պատասխանատվության այդ տարածողը հենց ԿՊ-ի նույն անդամը իմ համար երկրորդը ես Արտուր Սարգսյանի ժամանակ ոչ եղել եմ արդարության նախարարի տեղակալ եւ այո ես ամեն ինչ արել եմ դուք եք հիշում դուք շատ լավ գերեվեք դիտավորյալ մոռացության եք տալիս ոնց եք ինձ զանգում խնդրում երբ մենք ամեն օր գնում էինք ինֆորմացիա բերել իրավունքները պաշտպանելու ինչ ինֆորմացիա տանք որ դուք հայտարարություններ անեք ձեր համար իսկ ես բացարձակ ամեն ինչ արել եմ բացարձակ ամեն ինչ արել եմ Պարոնակ մի գոր գրացեք չի լսում Պարոն Թաթյան հասկացանք Նարեկ Կարապետյան խնդրեմ Բայց ես բացի ինձ հետո դες ինքն էլ վաղուց Էլի կավելացնենք ժամանակ որտեղ ձերքերը ինձ էլի խնդրում եմ ժամանակ տվեք Պարոն Թաթոյան, Ես էլ ասել